Եթե Հիսուս ունես, սրբություն ունես։ Նա է մեր սրբությունը։ Մենք նրա սրբության մեջ ենք թաքնված եւ նրա սրբությունով ենք մենք սրբվում, սիրելիս։ Այսօր մենք նայում ենք աշխարհը, սիրելիս, ոչ միայն աշխարհը, նույնպես հոգեվոր աշխարհում։ Այս մեծ մարտահրավերը, այս մեծ վիզը, գիտես ոնց է գցած, սուրբն ավելի սրբվի ու պիղծն ավելի բղծվում։ Հացքում այնքան տարբեր տեսակ լուրեր ես լսում, թե ինչ է կատարվում հոգեվոր աշխարհում։ Հզոր ծառայողներ ինչ ծայրահեղական բաներ են անում, ընկնում են շնչավոր բաների հետևից։ Ասում ես Տեր իմ Աստված, ուր մնաց քո խոսքը, ուր մնաց քո խոսքի ճշմարտությունը։ Սա process է, որ այս տարիների ընթացքում դա կատարվում է։ Այս process-ի մեջ կատարվում է, պիղծն ավելի բղծվում է, սուրբն ավելի սրբվում է։ Հիմա պատկերացրա մոտավորապես 10 տարի առաջ, եթե պիղծն ու սուրբը իրար կողք էին, իրար մոտիկ էին, քիչ էր տարբերվում։ Մի քիչ իրար հասկանում էին, մի քիչ տարօրինակ է, բայց գիտես չէ՞ որ ժամանակի ընթացքում պիղծն ավելի բղծվում է, սուրբն ավելի սրբվում է։ Ու այս տարբերությունը գնալով ավելի զգալի է դառնում, ավելի երևացող է դառնում։ Հետո նայում ես, տեսնում ես, մարդ, էս ինչ են անում, էս ինչ է կատարվում։ Հազար ներողություն, բայց ես սա ասում եմ, որ մեր ներսը Աստծո վախը լցվի։ Շնորհան ինձ մոտ վիդեո գցեք, ես չգիտեի, լաց է, ինչ անեմ։ Հովիվը կաբլուկներով քարոզում է։ Տղամարդ, ինչ էր, տղամարդ հովիվ։ Թե ուր ենք հասել, գիտես սուրբն ավելի սրբվում է, պիղծն ավելի բղծվում է, ու պիղծը չի կարում գիտակցություն, չի հասկանում էլ ինչի մեջ է, որտեղ այնքան է թաթախվել իր կեղտի մեջ, իր համար դա նորմալ է դարձել։ Իսկ սուրբը երբ որ նայում ասում ես, էս ուր ենք հասել, արդյոք ստեղ կա դատողություն, արդյոք ստեղ կա սթափ մտածելակերպ։ Մտածում ես, ասում ես մարդկանց ուղեղն ուր է։ Բայց էլի սա աշխարհն է։ Սա աշխարհն է։